Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում միավորվելով հանուն սոցիալական արտադրության խորագիր հետևող միջազգային համաժողովի շրջանակ։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կառավարության այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի, համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական արտադրության ամրապնդման ու արդյունաբերության աշխատանքի գաղափարի առաջխաղացման համար։ 21-րդ դարի խորհրդային մարտահրավերների պայմաններում, երբ աշխարհը վերահսկողում է աշխատանքի դերը, արդյունավետությունն ու ներառականությունը սոցիալական արտադրության հարցը մշտապես հրատապելում է։ Այդուհանդերձ, մեզ համար սա ոչ թե տեսական կամ արտադրության հարց է, այլ պետական քաղաքականության տարածքային բարելավիչ։ Հայաստանի Հանրապետության համար սոցիալական արտադրությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններ ի գործ դնել արժանավայրի կերպով մասնակցելու հանրային կյանքի բոլոր ուղղություններին։ Այս համաժողովը թույլ է տալիս ոչ միայն արժևորել ձեռքբերումները, այլ անդրադառնալ արտախանձիներին, վեր հանել նոր ուղենիշներ, որպես պետություն մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը առաջ մղել այնպիսի քաղաքականություններ, որոնք կտանուն են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է համակարգային բարեփոխումներ այդ ուղղությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորությունն է աշխատանքային ոլորտի բարեփոխումները, զբաղվածության ղեկավարության հաստատումը, ինչպես նաև նոր թվային գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի և զբաղվածության, որոնք կդարձնելու ավելի հաղթար, ճկուն և արձագանք ժամանակակից պայմաններում։ Սոցիալական արտադրությունը հնարավոր չէ առանց ընդգրկուն համագործակցության։ Պետությունը միայնակ չի կարող հասնել դրա իրականացման։ Անհրաժեշտ է սերտ համագործակցություն մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։ Սա է այն համատեղ ջանքերի մոդելը, որի իրական արդյունք է տալիս։ Ուրախությամբ նշում եմ, որ այսօր մեր կողքին են գործընկերներ տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Սինգապուրից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, ինչպես նաև աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այսպիսի մասնակցությունը ինքնին վկայում է նաև վստահության և ընդհանուր հանձնարարության մասին, որ մենք հիշում ենք աշխատանքի ոլորտում համընդհանուր արժեքների տարածման գործում։ Տեխնոլոգիական զարգացումները, ժողովրդագրական շարժերն ու գլոբալ սոցիալ-տնտեսական անհավասարությունները պահանջում են նոր մտածողություն։ Այս համատեքստում մենք պարտավոր ենք վերաիմաստավորել աշխատանքի սոցիալական և քաղաքացիական նշանակությունը, որպես մարդու ինքնիրացման, ինքնաբավության և հանրային ներդրում ունենալու միջոց։ Հարգելի ներկաներ, այսօր մենք կրկին վերահաստատում ենք մեր հավատը աշխատանքի կարևորության գաղափարի համար։ Մենք հավատարիմ ենք այն տեսլականին, որի հիմքում արդարությունն է, գործով, հնարավորություններով և իրագործված իրավունքներով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս համաժողովի ձեր ներկայությամբ, փորձով և գիտելիքով աջակցելու համար։ Համոզված եմ, որ այս հանդիպումն է ավելի խորացնի մեր փոխադարձ ընդրումը, կմեծացնի համատեղ ջանքերի արդյունավետությունը և կխթանի այն քաղաքականությունների ձևավորումը, որոնք իրական արժեք են հաղորդում մարդկանց կյանքին։ Մաղթում եմ ձեզ հաջող աշխատանք, շնորհակալություն։